Աշոտիկի տպերը իա ինգերը, ում հետ որ ինքը մնմա, էդ վարձով տանն ավա, չգիտեմ ինչ ոչը, էդ տանն է։ Կամենորն էլ մեզ շուխուր են Ալեն Սիմոնյանով նորից եմ ուզեմ անդրադառնալ այդ թեմայի։ Մենե գրմա ես Աշոտիկին հետո տեսել եմ աշկի կապուտ չէ։ Որ ժամին եք տեսել ձեր Աշոտիկին։ Երբ եք տեսել։ Ինչ են խոսա։ Դեմանես մարդկանց բացատրի, որ Աշոտիկի ոչ թե աշկը տակնա կապուտ կոպով, այլ նաև մեջը լարթացած արունն է։ Հեմատոման։ Դարի բացատրի։ Զոմբի են չէ, որ փասն էլ բերես դեմ տաս, ասես նայի, բոզի տաղակ, ասի չէ։ Էդ էդից չի։ Այն Ալեն Սիմոնյանն էլ ճշտերա, նույնց եմ ասում, գրերա, որ Աշոտիկին ինչ-որ մեկը տպերա։ Այո, Աշոտիկի տպեր են։ Աշոտիկի տպերը իա ինգերը, ում հետ որ ինքը մնմա, էդ վարձով տանն ավա, չգիտեմ ինչ ոչը, էդ տան մեջ։ Վարդան Ղուկասյանի հատուկ եթերից հետո Հայաստանի Հանրապետության երրորդ տիկին Աննա Բոլեին զանգ է, ճշտ է, հերել են նավարով վազել են այդ վարձով տունա, սեփական տունա, չգիտեմ, այդ կամբախը, ուզեցել են Աշոտիկի այդ ընկերոջը տպեն, ախրանի գնի, Աշոտիկը չի թողե, ոչ թե մենակ աշկն է, այլ նաև ջանով մեկ, հեմատոմաներ, ով էլ կասիտես բան չկա, ուրեմն թողնա կայնի Աշոտիկի կողը, օնլայն միասնից Աշոտիկի դեմ կտենամ, հետ ես հոր։ Են էլ գրելա, ճիշտ բանագել է, Ալեն Սիմոնյան դիմ աշկելուզը չի։ Գրելա։ Ու հայկական ժամանակն են տպել էր։ Աննա Բոլեյնի ընտանիքի թերթը տպել է, որ Աշոտիկի տպել են։ Այդ ուժ բան, որ հիմա Աշոտիկ էլ հայտարարում է, անձի մարդ չի տպել, հա էլա, կոսասնա։ Էդի նույնա ոնց որ բալը ռազմականում աշխատած է ժամանակ գների զորամասն է աշկը այսքան տղաջանի չէ եղել, անձի մարդ չի տպել, բայթո բարեց։ Նա չէր էին ասում, անձի մարդ չի տպել։ 2006 թիվ վայքի զորամաս, հիշում եմ, փաստով, մի հատ, ինչ էր, Մարտինա Մարտունա դպրոցի դիրեկտորա ինչ է հիմա, գեղանիստ, գնացեք հարցրեք դրանից, այդ ժամանակ զինվոր ա եղել, տպել էին զինվորին, եկա հարց տվի, խփողնով ա, ինքը խփնվողն ասում ես մարդ չի խփել, ընկերեմ տաբուրետքի վրա էին, բանում էր, մեկ ուսասի բերի կողի, ոչ եմ ռազմական, եկա գունդը շարի, ինչեմ ասում այդ մարդուն գնացեք հարցրեք ասի, ասի խփողնով ա թո դուրս գա, խոստանն է ոչ բան չի լինի, եթե խփել եք, ու ես գիտեմ որ խփել են, զինվոր դուրս եկավ ասեց ես եմ խփել պարոն Ղուկասյան, քանցով ձվերին, պսիկ սոկանի տեղդ, հետ եկա այդ դուժող զինվորին ղրկեցի կալանք, խափելու համար, դա տախած ես անգետես, ես ինչ ես անում, ասի լավ եմ անում, խափելու համար, պիտի բեանը դր, բամա խափեմ, բոզի տղեն, խափողն ասում ես խփել եմ, ես ոչ ես ընգել եմ, լավ տղա ես խաղում, դե գնա կալանք, սիսանցի գեպրին ծածասրին, 10 բաներ մաքրեմ զու կալան, հիմա ես յա, անդ ինչ է խփել, բայց ինչ կապուտա բոզի տղա, մյուսը, արա, Ալեն Սիմոնյան, ես ուզում եմ հասկնամ, դու այդքան պարապեց, այդ համացանցում, որ բանը ոչմ տարածվավ, ձերը ընգելա, վնասելա, և ինձ հետարքրեց, ասա այ մարդ, ազգային ժողովի նախագահ, ես ինչ հայղ է, որ ես մարդու ձերը վնասվելա, ինչ ծանը ֆիզիկական աշխատանք կատարի, ծմերել չի ասես, բանը սայթ հակավնգավ սարուցի վեր և ալը, քրիստիկ, սանգի քրիստիկին, ասի քրիստիկ հլի մատ ասա տենամետ ինչ հել է, ասես Ղուկասյան ջան, Ալեն Սիմոնյանը դաչայում որոշել է վասկի մրցում կպնի ախրանիկի հետ, վասկի մրցում են կպել ախրանիկի հետ, ընգելա ձերը ջարդել է, ասում եմ Ալեն Սիմոնյանը ուրիշ զբաղմուկ չուներ, ախրանիկի հետ վասկի մրցում է կպնը, սմահ, որովհետև մենք սաղս տեսանք, որ կատաֆալկի վրա դրած է տանը էին
Յոլղանել վրեն գցած, թեխի չգիտե ձեռը դա կոտրվի, քարելով կնա չեղի։ Չէ։ Ինքը նուրբի։ Դա մենց հետարք է, դաս ինչ էլ։ Դաս մա դաշում վասկի մրցում են կպե։ Ինգերա ձերը ջարդերը։ Թե քո ինչ տարիքնա դու վասկի մրցում ես կպնում այդ տղա։ Դու կյանքում վազած կաս։ Հա։ Վազել ես։ Պարապեն։ Չախոյան Տարոնը և դթումը ծծացնեն Աննա Բոլեյնին, անդադար։ Ատենց ես ուզեցի, Քրիստիկ դու դեմ ես, Քրիստիկը դեմ չի, Չախոյան Տարոնը օգտագործած տրուսիկը կողի Աննա Բոլեյնի բենի մեջ։ Ասին Չախոյան Տարոնը խնդրմա, որ ես դա բարձրաձայն եմ, ես էլ բարձրաձայնում եմ։ Так. Պարոն Աբազյան, ոնց հա քո նոր մեկուսարանի պետը։ Արմանը Մելքոնյան։ Ուրեմն Սասուն Արման Մելքոնյանի վերաբերյալ, որը արդեն Երևան քերակատարողական հիմնարկի պետն է, հարուսված է եղել քերական գործ, իր միլպետեղած ժամանակ կրակել է մի քաղաքացու վրա, Ծաղկաձորից, մի երիտասարդի վրա Ծաղկաձորից, հիմա այդ երիտասարդը ինվալիդ է, ես չգիտեմ ինչ նա պատճառ, ինչքան փող են տվել, ինչ են տվել, ոնց են տվել, ում են տվել, որ այդ երիտասարդը չի դուրս գալի ջրի երես հասարակության համար, բայց քո տիրույթում գտնվող քերական գործով երևում այդ երիտասարդը ով է։ Ես հիմա քեզ ուզում եմ հարց տամ, ինչ եղավ այդ քերական գործը։ Մյուս քերական գործը Վարդան Ղուկասյանի բնակարանից 2014 թվականի հոկտեմբերի 21-ին կամ 22-ին, որտեղ արդեն ժամանային գոտին փոխվել էր ժամանակը, կորավ $530։ Ինչ եղավ այդ $530, որը տարել էր Արման Մելքոնյանը, դրեց կնգար ծլիկի վրա։ Սասուն դու ոնց որ թե անում ես քո հերթական բոզի տղությունը։ Հաչելի մարդ, պահանջեք Սասուն Խաչատրյանից Արման Մելքոնյանի այդ հերոսության քերական գործը։ Իսկ հիմա ես ուզում եմ անդրադառնամ ռուսերենով մեր հյուրերին։ Итак, у нас в гостях в телевидении в данный момент присутствует президент Чеченской Республики Рамзан Кадыров. Здравствуйте, господин Кадыров.